Շնորհակալ եմ, որ այստեղ եմ գալիս։ Ես իմ ընկերուհիներին եմ այստեղ գտել, մենք բոլորս մի ձևի ենք մտածում, ոնց են ասում, սիրտ ենք էլի տալիս։ Տիկին Մարիետան ոչ միայն գաղափարակիցներ է գտել, այլև ձեռք բերել նոր հմտություններ այս ջերմ ու հյուրընկալ միջավայրում, որը կանանց համար ձևավորել է ձեռքը տուր հասարակական կազմակերպությունը։ 3 տարի առաջ հիմնված կենտրոնի նպատակն է աջակցել 55-ից բարձր տարիքի անձանց, բարելավելով նրանց կյանքի որակը։ Այս զամբյուղի մեջ իմ հենց կողքս դրված էր իմ սիրած ծաղիկները։ Սրանք շատ գեղեցիկ հոտ ունեն, ես ինչքան չեմ սխալվում, սա ֆրեզիա ծաղիկն է։ Եվ որոշեցի առանձնապես բարդ բան չանեմ, որտեղ բնությունը իրեն գեղեցիկ է ստեղծել։ Շաբաթը 3 օր նրանք մասնակցում են ուլունքագործության, կավագործության, նկարչության եւ այլ խմբակների, որոնք զարգացնում են մանր մոտորիկան եւ նպաստում տարիքային որոշ հիվանդությունների կանխարգելմանը։ Բացի այդ, ընտրած գույներն ու պատրաստած աշխատանքներն ինքնարտահայտվելու հնարավորություն են տալիս։ Այսօր մենք գիտենք սերընթացը եկող տարիքային խնդիրներ, հիվանդություններ, կոգնիտիվ խանգարումներ, սոցիալական մեկուսացումը, միակ կանխարգելիչ միջոցառումը դա ակտիվ զբաղվածություն եւ սոցիալական շփում ապահովելն է եւ բոլոր տարիքում շատ նպաստավոր է մտավոր եւ ֆիզիկական ակտիվությունը։ Այս անգամ կանանց տոնին նվիրված ծաղկային կոմպոզիցիաներ են պատրաստում, անցած գնացած օրերը հիշում։ Տիկին Սվետան ժպիտով է պատմում Սյունյաց լեռներից իր համար բերված առաջին ծաղիկների մասին։ Մեր դասարանից մի հատ տղա, ես 4 դասանում եմ զոն, Աննա Արարատ, ինքը գնացել Սարից ջուների տակից ինձ համար ծաղիկներ էր բերել։ Հասարակական հիմունքներով իրականացվող այս նախաձեռնությանն արդեն միացել է 25 կին եւ 1 տղամարդ, որը հաճախում է միայն նկարչության դասերին։ Իդեպ որոշների համար սա նաեւ փոքր սոցիալական ձեռներեցություն է դարձել, ձեռագործ աշխատանքներով մասնակցում են ցուցահանդես վաճառքների։ Նախագիծը կարևոր դեր ունի տարիցների զբաղվածությունն ապահովելու հարցում, բայց առաջին հերթին նրանց այստեղ ամեն օր բերում է միմյանց տեսնելու ու շփվելու մեծ ցանկությունը։ Սիրում ենք համերաշխություն կա այստեղ, միասնություն կա, այստեղ մենք գտնում ենք մեզ, մենք մեր միջից հանում ենք այն, ինչ որ թաքնված է եղել տարիների ընթացքում։ Մենք չենք էլ իմացել, որ կարող ենք ստեղծագործել, բայց դա մենք ունեցել ենք, այդ ձիրքը կար, այդ շնորհքը կար։ Ինձ թվում է կինը միշտ պետք է լինի կանանցի, դա որ տարիքում է ուզում է լինի, ինչ վիճակում ուզում է լինի, կինը մնում է կին։ Ծաղկային կոմպոզիցիաները հավաքելուց հետո նրանք մասնակցում են խաղարկության եւ իրենց պատրաստած աշխատանքները նվիրում միմյանց։ Դե իսկ միջոցառման ավարտին իր գեղեցիկ ստեղծագործությամբ բոլորին շնորհավորում է տիկին Անուշը։ Թող որ ձեզ այսօր ես բարին մաղթեմ, ծով երջանկությամբ ձեր կյանքը լցնեմ, եղեք երջանիկ եւ այնքան բարի, որ ձեզնով լցվեն լույսերն աշխարհի։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։